Սահմանադրական դատարանի դռները շրջափակող քաղաքական ուժից եկել եք պահանջում եք, որ սահմանադրության օրենքները պահպանեն։ Չէ, պիտի ենթարկվեն, ասիկան թողնենք մեր երկրի սահմանադրության բլնի, եթե իրանք շրջափակել են սահմանադրական դատարանը, ուրեմն հիմա պիտի թույլ տանք, որ իրանք շրջափակեն Մայրաթոռը, հետո պիտի թույլ տանք, որ շրջափակեն մեր բիզնեսները, ովքեր որ գործարանը կան, շրջափակեն իրանք գործարանը, ասեն ձեր ապրանքները մի վաճառեք, թե Նիկոլ Փաշինյանը եւ Նարեկ Գրիգորյանը չեն ուզում, որ Grand Candy-ն իր ապրանքները վաճառի։ Պետք է շրջափակել այդ ընկերությունը, հետո մեր տները։ Փաշինյանը նման ոչ էր արել, որպեսզի համախմբեն կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, նա ասում է, որ կաթողիկոսը երեխա ունի, եթե հակառակը ասի, ես ապացույց։ Դա Նիկոլ Փաշինյանի իրավասություններից դուրս գտնվող հարց է, Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ եկեղեցու, այդ թվում հայաստանյաց։ Դե հիմա հենց այդ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, որը պարտավորություն ունի կատարելու կառավարության ծրագիրը եւ մյուս պատգամավորները պարտավորություն են դա վերահսկելու, իրանց պարտականությունը թողել են, զբաղվում են այսօր Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցու, վաղը կարող է զբաղվեն Հռոմեա կաթոլիկ եկեղեցու, ասենք քննարկեն Հռոմի Պապը, ինչ հանգամանքներում անդր, կարող է Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ սպիտակ ծուխն ազդարի Հռոմի Պապի ընտրությունը, այլ պիտի լիներ կանաչ։ Եվ ինքը կոչ անի, որ շրջափակեն Վատիկան, ասենք այդպես ցնդաբանությունները կարան հետաքրքրեն միայն հոգեբուժներին։ Մեզ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է մեր երկրի սահմանադրություն, ինչ իրավասություններ ունի Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, ինչ իրավասություններ ունեն պատգամավորներ, ինչքանով են իրանք բարեխիղճ իրենց լիազորությունների իրականացման համար։ Մենք որպես քաղաքացի ոչ թե պետք է այդ հիմարությունների հետ հաշվի նստենք, ասենք դե հիմա վարչապետը հիմարություն է, դու բերեք հաշտվենք իր օրակարգի հետ եւ դուրս տանք այն հիմարությունները, թե ով երեխա ունի, ով երեխան է, առանց բարձելու ենթադրենք ինքը իսկապես երեխա ունի, թե մենակ հայրություն է ճանաչի, թե Բայց իրա ինչ, ասիկն ինքը ինչ-որ մեկի անձնական տվյալներ է պարունակում, դա օրենքի խախտում է, որևէ մեկի անձնական տվյալները օրենքով պաշտպանված են եւ մեկ այլ քաղաքացի իրավունք չունի հայթայթի ձեռք բերի տեղեկություններ մի ուրիշ մարդու անձնական տվյալների մաս։ Այսինքն եթե ինքը նման բան ասում, նշանակում ինքը հանցագործություն է կատարել մի հատ, ոչ թե։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի շրջափակել եկեղեցու դռները, բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ շատերի գնահատմամբ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում առանց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի կամքը հարցնելու։ Իրավունք չունի ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրներին անվանելու համբալ, իրավունք չունի, չգիտեմ, այլ բառապաշարով խոսելու, էլի այդպես բազմաթիվ բաների իրավունք։ Այսինքն եթե նա արել է հիմա, եթե արել է, մնացել անպատժ, ուրեմն մենք պիտի թույլ տանք, որ ինքը էլի անի։ Դե նախորդները թույլ ենք տվել փաստորեն։ Դրա համար ինչ-որ մի պահից պետքա թույլ չտալ, չէ՞։ Դրա համար մենք հիմա ունենք պետքա Նիկոլ Փաշինյանը եւ մյուս քաղաքական, հատկապես պատգամավորները մտածեն ոչ թե կաթողիկոսի ընտրության մասին, այլ վարչապետի։ Հիմա օրակարգային հարցը քաղաքական, իրավական սահմանադրական ճանապարհով ոչ թե վեհապարի իմպիչմենտի հարցն է, այլ վարչապետի։ Եվ եթե այդ հարցը լուծում ստանա, ածանցյալ հարցերը, այդ թվում ձեր կողմից բարձրացված խնդիրները լուծում կստանան եւ կանցնեն իրավական